Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է, ողջույն, պարոն Գրիգորյան։ Գիտենք, որ Ուկրաինայի շուրջ իրադարձությունները բավականին արագ են զարգանում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ շատ մոտ է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ համաձայնության գալուն այս 4 տարվա պատերազմը դադարեցնելու հարցով։ Կարծում եմ շատ մոտ ենք համաձայնագրի կնքմանը։ Զելենսկին ասում էր, որ Կիևը պատրաստ է առաջ շարժվել ԱՄՆ կողմից աջակցվող խաղաղության համաձայնագրով, ինքը պատրաստ է քննարկել զգայուն կետերը Թրամփի հետ բանակցություններում, որտեղ նաև պետք է ներգրավված լինեն դաշնակիցները։ Ինչպես եք դուք գնահատում այս գործընթացները, պարոն Գրիգորյան։ Գիտեք, դուք հիմա ձեր հարցում հղում արեցինք Թրամփի խոսքերին, որ մոտ են լուծման այս 10 տարվա մեջ, 10 ամսվա մեջ նվազագույնը 5 անգամ ձեզ կարող եմ օրինակներ բերել հենց Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում, որ հեսա խաղաղություն կհաստատվի, ես Թրամփը միշտ ասում եմ մոտ եմ Պուտինի հետ, ընկեր ենք, Պուտինին կասեմ կկանգնացնի, բայց կանգնեց, չկանգնեց։ Ուրեմն Թրամփի Չեմ ասում, որ մոտ է թե մոտ չի, հիմա կվերլուծենք, ես իմ կարծիքը ձեզ կասեմ, բայց Թրամփի այդ լավատեսությունը իմ կարծիքով դա ուղղակի իր խասյաթի համաձայն է, ոչ թե ռեալությունների հետ կապված է։ Ես այսօր էլ համոզված եմ, որ Ռուսաստանը չի ուզում խաղաղություն, նույնիսկ եթե զինադադար հաստատվի, ինչին ես չեմ հավատում, բայց նույնիսկ եթե հաստատվի, դա ուղղակի օրեն Ռուսաստանը կշահի ինչ-որ ժամանակ, մի ամիս, 2 ամիս ու նորից կշարունակի պատերազմը, քանի որ Պուտինի նպատակները շատ հստակ են։ Պուտինին կարելի է քննադատել, կարելի է չսիրել, Ռուսաստանի քաղաքականությունը դաժան է, պետք է դատապարտվի, բայց ինքը հետևողական է, ինքը ուզում է ամբողջ Ուկրաինան վերահսկի, ու ինքը միջև վերջ կգնա, չհասկանալ դա նշանակում է չես լուծի հարցը, չես լուծի, Պուտինին կարելի է կանգնացնել լուրջ սանկցիաներով, լուրջ զինելով Ուկրաինան, ուրիշ տարբերակ չկա, բայց Թրամփը մտածում է, որ ինքը բիզնեսի մարդն է, ինքը մտածում է, որ շահագրգռվելով, շահագրգռվածություն մտցնելով Պուտինի գլխի մեջ, իր թիմի մեջ, որ կզարգանա, սանկցիաներ կհանվեն, տնտեսությունը կզարգանա, ինքը բիզնեսի տեսանկյունից է, ռացիոնալ մտածող մարդ է, չի հասկանում, որ հետխորհրդային տարածքը Պուտինին այսպես խորհուրդներ տալիս են Եկատերինան եւ Պետրոս առաջինը, հա։ Այո, իրանք են տալիս խորհուրդ նոր հողեր գրավելու եւ այլ եւ այլ։ Ոչ թե ռացիոնալ մտածելակերպը, հետխորհրդային տարածքում իրրացիոնալ մտածելակերպը այսօր էլ իշխում է, մենք բոլորս գիտենք։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել վերջի զարգացումների։ Ինչ ցույց տվեցին վերջի զարգացումները, ինչի մասին մենք ասում էինք 4-5 օր առաջ, երբ որ այդ 28 կետանոց փաստաթուղթը հրապարակվեց։ Հիշում եք, կար կասկած ու ոչ միայն 1-2 փորձագետների մոտ, նաև ինձ մոտ, ու ես հնչեցրել եմ այդ կասկածը, որ տպավորությունը, որ այդ փաստաթուղթը Ռուսաստանում է պատրաստվել, Ռուսաստանի ՖՍԲ-ի կողմից։ Հիմա դա բացահայտվեց։ Դուք գիտեք, Բլումբերգը հրապարակեց շատ կարևոր հեռախոսազրույցի այդ ստենոգրաման հրապարակեց, այնտեղ 2-3 դրվագներ կան։ Ուրեմն Դմիտրիևը Յուրի Ուշակովի հետ, օգնականի հետ Պուտինի քննարկում են հարցերը, Դմիտրիևը Պուտինի հատուկ լիազորություններով տեսփան, նաև Ուիտկով, Ուշակով։ Ու երբ որ ուսումնասիրում եք այս երկու հեռախոսազանգերը, տեսնում եք, որ ինչ են քննարկվում։ Հենց Ուիտկովի հետ։ Քննարկում են ոնց անել այդպես, որ ռուսական մոտեցումը ներկայացնեն Թրամփի միջոցով որպես ամերիկյան տեսակետ։ Դա շատ կարևոր խնդիր է։ Բացահայտվեց դա ու այսօր ես կարող եմ ձեզ հստակ ասել, որ դա սուտ չի, Դմիտրիևը ասեց դա ֆեյք է, բայց հաստատեց Դոնալդ Թրամփը։ Ինչ ասեց Դոնալդ Թրամփը, երբ որ հարց տվեցին այս հեռախոսազրույցների մասին, ինքը ասում է դա ընդունված ձև է։ Երբ որ քո ներկայացիչը, որը բանակցում է Ռուսաստանի հետ, լավ բաներ ասում է Ռուսաստանին, որը բանակցում է Ուկրաինայի հետ, լավ բաներ ասում է Ուկրաինային։ Դոնալդ Թրամփը չասեց, որ դա սուտ է ու Ուիտկովը դրա հետ կապ չունի։ Բայց մենք հասկանում ենք դա ինչ էր։ Ռուսաստանի
պետական մեքենան, նաև հատուկ ծառայությունները կարողացան ուիթ կոֆի միջոցով անցկացնել ադմինիստրացիոն Միացյալ Նահանգների այն գաղափարախոսությունը, որը Ռուսաստանին պետք է։ Ինչու է դա արվում։ Ну, Ռուսաստանը Չէ, նկատի ունեմ ամերիկացիները ինչու են հիմք ընդունում ռուսական առաջարկները, որոշ պաշտոնյաներ, այդ թվում պետքարտուղարը կարծում են, որ Մոսկվայի պահանջները լիովին կմերժվեն Ուկրաինայի կողմից, միգուցե փորձել են դա որպես ամերիկյան տեսակետ բերել, որ Ուկրաինան հարկադրված լինի դրանք ընդունել կամ ավելի ոչ կարծր դիրքորոշում ունենալ։ Ինչ եք մտածում։ Այո, նպատակի մասին դուք հարցում պատասխան տվեցիք, ես ուղղակի համաձայն եմ ձեզ հետ, որ դա արվել է այդպես, որ Ուկրաինան եւ Եվրոպան խեղճացած լինեն։ Ստացվում է, որ Տրամպի առաջարկը իրանք մերժում են, դա վտանգավոր է, բոլորը հասկանում են, եւ Եվրոպայի համար եւ Ուկրաինայի համար։ Մինչդեռ եւ Ուկրաինան մերժեց այս առաջի տարբերակը եւ Եվրոպան ու ճիշտ արեցին։ Բայց իրոք Տրամպի միջոցով ուզում էին իրականացնել Ռուսաստանի մոտեցումը։ Բայց իրոք լավ հարց է, ձեր առաջի մասը հարցին շատ կարևոր էր, բայց ինչի է ձևի բան Տրամպը համաձայնվում է։ Պետք չի մոռանալ, որ Տրամպը Ջո Բայդենը չի։ Տրամպը այլ նախագաներ չի Միացյալ Նահանգների, ում համար ժողովրդավարությունը, եվրոինտեգրացիան Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, չգիտեմ, Մոլդովայի արժեք է։ Իր համար Տրամպի համար արժեք է շահը։ Ես դա քննադատաբար չեմ ասում։ Տարբեր նախագահներ ունեն տարբեր մոտեցումներ, այս նախագահան Միացյալ Նահանգների իր համար ժողովրդավար Ուկրաինան ու ավտորիտար ձգտող տոտալիտարի Ռուսաստանը նույն նժարի վրա է։ Ավելին, քանի որ Ռուսաստանը հարուստ երկիր է, ընդերքը հարուստ է, Տրամպը պլանավորում է այդ պատերազմի ավարտից հետո այնտեղ ծրագրեր անել։ Միտքը ինչու՞մ է։ Ստեղ շատ բան է կախված աշխարհընկալման հետ կապված է Տրամպի։ Տրամպին երբ որ ասում են պետք է Ուկրաինային օգնես, ինքը հիմա միջնորդ է, ինքը չի օգնում Ուկրաինային։ Ինքը փողով է ծախում զենքը, ՆԱՏՕ-ին է վաճառում եւ վաճառում է ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ն տալիս է։ Ինքը չի օգնում, ինքը միջնորդ է։ Երբ որ ասում են, բայց Ուկրաինան բան ձգտում է ՆԱՏՕ, ինքը ասում է ինձ ինչ։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը կարողանում է այս ձևի բաներ անցկացնել Տրամպի միջոցով, քանի որ Տրամպի համար այդ ժողովրդավարությունը, այդ արժեքները երկրորդ պլանում է, չեմ ասում, որ ինքը չի գնահատում ժողովրդավարությունը, իմ կարծիքով հասկանում է, հենց ժողովրդավարության միջոցով ինքը ընտրվեց իր գաղափարներով։ Ու երկրորդը, եթե դուք նկատել եք, ինչ մեթոդ օգտագործում են բանակցությունների ժամանակ ամերիկացիք ուկրաինացիների հետ։ Իրանք ինչ են ասում։ Ուկրաինացի, դու այտենց էլ կզիջես Դոնբասը ամբողջությամբ։ Դու գիտեք, մի քանի տեղ Պակրոսկ կա, մի քանի տեղ չի գրավել Ռուսաստանը, բայց պահանջում է Ուկրաինայից ստանալ։ Բայց ամերիկացիք ինչ են ասում ուկրաինացիներին։ Հիմա դու կամավոր ամբողջը տուր, որ խաղաղությունը լինի, քանի որ ի վերջո Ռուսաստանը կգրավի։ Բայց այդ ինչ մոտեցում է։ Հիմա ես դες ասում եմ։ Գրավելու լիներ 4 տարի կգրավեր։ Առաջինը գրավելու լիներ կգրավեր, բայց հետո այդ սխալ մոտեցումը, դա ինքը ուժեղ է, ուրեմն պետք է զիջես։ Հիմա նայենք այլ տեղերում։ Ասեք մեր տարածաշրջանում, ով ավելի ուժեղ է, պարզ է, չէ, Թուրքիան ուժեղ է Հայաստանից։ Ու ինչ։ Դա չէ։ Ադրբեջանը ուժեղ է, բայց Ադրբեջանի հետ բանակցվեց խաղաղության համաձայնագիր 17 կետանոց, ինչ որ բաներ, որ ինքը ուզում էր, չեղավ, այսինքն այնպես չի, որ ուժեղը միշտ հասնում է առավելագույնի։ Հա, չէ, ու դա սխալ մոտեցում է, դու խրախուսում ես պատերազմներ։ Հիմա ուրիշ ռեգիոնում, լավ մերը չվերցնենք, ուրիշ ռեգիոնում, ավելի ուժեղ ցանկացած ռեգիոնում կա երկիր, որը ուժեղ է իր հարևանից։ Ուրեմն հիմա եթե այդ ուժեղը ավելի ուժեղը, օրինակ Պակիստանը հարձակվի Աֆղանիստանի վրա, գրավի Աֆղանիստանի մի տարածք, Թրամփը կգա կասի դե լավ էլի, աֆղանցիներ համաձայնվեք այս նահանգները տանք Պակիստանին, դա ինչ մոտեցում է։ Ես ուզում եմ ասել, դրա մեջ վտանգ կա ու այդ իմ խոսքերը միայն չեն։ Ուրեմն սենատորներից մեկը դեմոկրատ, շատ ճանաչված Երեք չարաչորը ելույթ ունեցավ։ Ինք ասում է Տրամփ, դու դեռ չես հասկանում, դու ինչ խնդիրներ առաջացնում ես աշխարհում։ Չինաստան, Թայվան։ Ինք ասում է կտեսնես։ Ուժի կիրառման սկզբունքը կարող է Դե եթե դու ասում ես ինքը ուժեղ է իրավունքներ ունի,
ուրեմն մյուս երկիրն էլ կասի Ամերիկա ջան, համաձայն եք ձեզ հետ։ Մենք էլ ուժեղ ենք սրանց համեմատ գնանք գրավենք, դու ճանաչի հետ գրավում։ Եվ սկսվի համաշխարհային Հա, քաոս։ այդ շատ վտանգավոր թեզեր են։ Ես հասկանում եմ, որ Թրամփը, քանի որ բիզնեսից է այդ նյուանսները միջազգային հարաբերությունները չի հասկանում, կամ չգիտի, կամ անտեսում է, բայց մենք բոլորս պետք է դա հասկանանք, բայց այդտեղ փրկող օղակ կա, Մարկո Ռուբիո։ Այ եթե դուք նկատել եք, այս 4 օրվա ընթացքում, երբ որ հրապարակվեց առաջի անգամ 28 կետանոց այդ փաստաթուղթը, Մարկո Ռուբիոն 2 թե 3 անգամ ու երեկել կրկնեց, որ տարածքային ամբողջականությունը Ուկրաինայի սուվերենությունը կհարգվեն այդ փաստաթղթով։ Հա, մենք տեսնում ենք այնտեղ մասամբ հարգվում է, մասամբ ոչ, բայց ինքը ասաց չէ կհարգվեն ու ինչքան ես գիտեմ 28 կետանոցը դարձավ 19 կետանոց, այս 19 չեն բացում, բայց այո, թեև բացայտ չի շատ, հա, բայց այնտեղ այն կետը, որը կապված է այդպես հստակ, որ 3 շրջան տրվում են Ղրիմը եւ Դոնեցկի մարզը, Լուգանսկը Ռուսաստանին, այդ լղոզված է հիմա գրված։ Ամեն դեպքում դե պարոն Գրիգորյան, պետքարտուղարությունը ինքը մասնագիտացված կադրեր ունի, որոնք այս կոնֆլիկտով զբաղվում են եւ անհնար է էլի ինչ որ ազդեցություն պետդեպից չգնա Սպիտակ տուն եւ այդ որ ասում եք պետքարտուղար փոխեց ինչ որ բան, միևնույն դրա արդյունքն է եւ հիշում եք մեր համատեքստում էր շատ մեծ մտահոգություն կար, որ նախագահ Թրամփը կգա եւ կմոռանա Հարավային Կովկասը, կգնա ոչ մի բանով չի հետաքրքրվի ինչ Հայաստան, ինչ Ադրբեջան, բայց պետքարտուղարությունում ուզում եմ ասել կան այսպես խմբեր, հա, մասնագիտական վարչություններ, որոնք կոնկրետ տարածքներով զբաղվում են եւ անհնար է որ այդ մարդկանց աշխատանքը այսպես ջուրը լսվի։ Օրինակ մեր կոնտեքստում օգոստոսի 8 եղավ նաեւ այդ մարդկանց աշխատանքի շնորհիվ ինչ սпасել Ռուսաստանում, ինչ եք մտածում։ Ռուսաստանը ի սկզբանե ասեմ կմերժի, այս փոփոխված տարբերակը կմերժի։ Ռուսաստանը չի ուզում խաղաղություն, կշարունակի ավելին, կշարունակի ռմբակոծել Ուկրաինան, բայց դուք կտեսնեք, այդպես հեշտ առաջ չեն գա զորքերը Ռուսաստանի, իրոք մենք ընդունում եմ ես, որ ծանր է վիճակը ուկրաինացիների, իրոք ծանր է հավասար ուժեր չեն, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է գնաս կապիտուլյացիայի։ Փաստաթուղթը 28-ի այդ կետանոց 28 Իմ կարծիքով կապիտուլյացիա չէ, դու գիտեք, շատ ու շատ կողմնակիցները Ուկրաինայի ասում են կապիտուլյացիա պետք է փոխվի, լավ է որ փոխվեց, Մարկո Ռուբիոյի բանակցությունների ժամանակ Ժենևում 23-ին, ամսի 23-ին ուկրաինացիների դա լավ է, բայց ես չեմ համարում կապիտուլյացիա, ուղղակի ծանրագույն վիճակի մեջ էր դնում Ուկրաինային։ Փաստորեն 3 շրջան Ղրիմը, Դոնեցկի մարզը, Լուգանսկի մարզը դե ֆակտո տրվում են Ռուսաստանին, Էտել պետք է ուկրաինացիք ինչ որ տարածքներից դուրս գան, Ռուսաստանը կատարեց ագրեսիա, իրանք պետք է տարածքները կամավոր հանձնեն, դա պարզ է։ Բայց հիմա կատարվեցին փոփոխությունները։ Ձեզ ասեմ, որ շատ կարևոր էր ու դուք որ գովացիք պետդեպարտամենտը ճիշտ արեցիք, Մարկո Ռուբիոն իրոք գրագետ մարդ է, գիտեք ինչ կետեր հանեցին, այդ կամ ես գիտեմ։ Այն կետերը, որոնք չէին վերաբերվում Ուկրաինային։ Օրինակ այնտեղ կետ կա, որ ՆԱՏՕ-ն եւ Եվրոմիությունը պետք է որոշում ընդունեն, որ իրանց զորքերը երկրների եւ ՆԱՏՕ-ի զորքերը չեն մտնի Ուկրաինա, այն մասը, որը Ուկրաինա կմնա։ Պատկերացնում եք, հիմա Ուկրաինան ասում է մենք ինչ կապ ունենք այդ կետերի հետ։ Դուք Եվրոպան թող Եվրոպան Ամերիկայի հետ Ռուսաստանի ինչի մեր փաստաթղթի մեջ մցրեցիք ու կարողացան այդ անհետեցությունները հանել, բացի դրանից Ուրեմն հիմա Ռուսաստանը ուզած-չուզած պետք է Եվրոպայի ՆԱՏՕ-ի հետ խոսա, որ ՆԱՏՕ-ն որոշում ընդունի, որ չի ընդունու Ուկրաինային։ Այդ որոշմանը չեն համաձայնվի ՆԱՏՕ-ի գերակշռող մասը պետությունների։ Հարցը նրանում չի, ռեալ չի մտնել ՆԱՏՕ Ուկրաինա, բոլորս հասկանում ենք, բայց ի սկզբանե այդ սահմանափակումը մցնել դա սխալ է։ Այստեղ ես ձեզ լսելով ուզում եմ նաև զուգահեռ անցկացնել մեր փաստաթղթի հետ։ Հիշում եք կային զիջումներ մեր կողմից ու մերոնք ասացին մենք կգնանք, որի մասին մենք քննարկել ենք։ Իմաստ ունի, իմաստ չունի։ Օրինակ Մինսկի խմբի հետ կապված ես միշտ ասել եմ համոզված չեմ որ հրաժարվել ճիշտ է, միգուցե ճիշտ է, միգուցե չէ։ Մենք քննարկում ենք ու դա նորմալ է, բայց բոլորս հասկանում ենք իրար պետք չի խաբել։ Մինսկի խումբը չկա։ Ուրեմն հրաժարվելը Մինսկի խումբի տրամաբանություն ունել այդ իմաստով որ խոչընդոտ չդառնա խաղաղության process-ի։
Եվ այդ երկրները, երեք երկրները, ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան չէին էլ հանդիպում, այնպես չի որ նրանք ամբողջ օրը հանդիպում են եւ ապրեք։ Ուրեմն տեսակ, չէ՞։ գործող Այս զիջումը, միանշանակ զիջում է Հայաստանի կողմից, բայց այդ զիջումը ինչ որ խելքի մոտ բան իր մեջ պարունակում էր։ Դոց եթե ինստիտուտը չի աշխատում, լավ, խաղաղության մեծ նպատակի համար կարող է։ Ուկրաինայում էլ այնտեղ կան կետեր, որ Ուկրաինան կարող է հրաժարվել։ Կարող է հրաժարվել տալ Ռուսաստանին դա միայն թե մեծ բան շահի խաղաղություն, բայց ոչ ոք չի հավատում, որ Ռուսաստանը օրինակ Խարկովի, Պոլտովայի, Սումայի ինքը այնտեղ փոքր տարածքներ գրավել է մի քանի գյուղեր։ Չեմ հավատում, որ Ռուսաստանը դուրս կգա։ Ու դուք գիտեք, այդ պայմանագրում դա կա։ Դες այդ իօքուտ Ուկրաինայի կետեր կան, բայց ես չեմ հավատում, որ իրանք դուրս կգան։ Բայց ասենք համաձայնվել կրճատել բանակը, երբ որ քո դեմ ագրեսիա է, ինչքան էլ մեծ թիվ չլինի 600,000-ը բավական լուրջ բանակ է։ Դա ասեցին, որ 800,000 է հասել եվրոպացիների ջանքերով, բայց միտքս հասկացա, չէ՞։ Այդ կետը թողնել անհեթեթություն է, քանի որ քո վրա հարձակվեց պետություն 1.5 միլիոնանոց բանակով։ Ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն այդ փաստաթուղթը կապիտուլյացիա չի, ես չեմ համարում կապիտուլյացիա, բայց ունի 3-4 կետեր շատ խոցելի ուկրաինացիների համար, ու շատ լավ է, որ ուկրաինացիք պայքարում են, չեն վախում Տրամպի վերջնագրերի, բայց գլխավոր միտքը նորից կրկնում եմ, Ռուսաստանի հատուկ ծառայությունները Տրամպի թիմի միջոցով, Տրամպին միջոցով ուզում էին կապիտուլացնել Ուկրաինան, պնդում եմ չստացվեց, քանի որ Մարկո Ռուբիոյի բանակցությունների արդյունքում մի քանի այդ կետեր հիմա թուլացվեցին ու ավելի հավասարակշռված փաստաթուղթ է եւ Զելենսկին չեմ գիտեք այդ մենք էլ պետք է սովորենք լավ իմաստով եմ ասում պետք չի ամաչել օրինակ Զելենսկին կոչ արեց իր ժողովրդին հիշում եք 23-ին ու ինքը ասեց այդ շաբաթը այ ընթացող շաբաթը ամենավտանգավոր վճռող շաբաթը մենք նույնիսկ կարող է մեր գլխավոր դաշնակցին կորցնենք Պարզեմ Ամերիկայի մասին է խոսքը, բայց մենք պետք է պատրաստ լինենք։ Այս փաստորեն ինքը այդ ելույթով մերժեց Տրամպի 28 կետանոցը, բայց մյուս կողմից ասեց ես պատրաստ եմ բանակցել։ Ու նայեք ստացվեց այդպես, որ այն գիծը Տրամպի թիմի մոտ, որը ավելի պրոուկրաինական, ավելի օրինական գիծ է, ավելի կայուն խաղաղության կողմնակից է Մարկո Ռուբիո, դա առաջ եկավ։ Այն գիծը այն Ուիտ Կոֆի տիպի այդ բիզնեսմեն, որը փողի համար ոչ ամերիկան հետագրքիր է, ոչ էլ Ուկրաինան կասկած ես չունեմ, ինչ ասում է լցնում է գլուխը Պուտինը, գնում է ասում է Տրամպին, օրը այդ գիծը առաջ չգնաց, բայց Տրամպի գիտեք ես մի բան ուզում եմ ասել, Տրամպը մեր տարածաշրջանի ծրագրերի հետ կապված շատ լավ առաջարկ արեց, այդ Վաշինգտոնը ես ողջունում եմ ու շատ մտահոգված եմ, որ Ուկրաինայի անհաջողությունների պատճառով Տրամպը կունենա լուրջ խնդիրներ, քանի որ հիմա շատերը չգիտեն, հիմա ուզում եմ ձեզ զգուշացնել, հասունանում է ներսում բունտը բարից բուն իմաստով Ամերիկայում եւ դեմոկրատների մեջ եւ Տրամպի թիմի մեջ։ Դու գիտեք հիմա մի քանի հանրապետականներ կոշտ դնում են հարցը, որ եթե այս ձևի շարունակվի, այս Տրամպի հարցը պետք է բարձրացնենք։ Ես ինչ եմ ուզում ասել, քանի որ Տրամպը մեր կոնտեքստով տարածաշրջանի, նաև Հայաստանի կոնտեքստով շատ դրական դեր է խաղում, ես կուզենայի, որ Տրամպը սեղ զգուշ ավելի լինի։ Պարոն Գրիգորյան, Ուկրաինայի օրինական մտահոգությունը իր անվտանգությունն է։ Շատ է, չէ՞, Ռուսաստանը ասում, ես ունեմ օրինական մտահոգություն, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի, Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա եւ իմ անվտանգությունը ռիսկի տակ չի հայտնվում։ Դե ուկրաինացիք էլ սան ասում են, օքեյ, ընդհանուր նրանք պատրաստ են ստացվում է, որ այս զավթված արդեն տարածքների կորուստը դե ֆակտո ընդունեն ոչ դե յուրե, բայց ստանա խաղաղության եւ հետագա անվտանգության երաշխիքներ։ Այդ հրապարակված 28 կետում ինչ որ մի այսպիսի բան կար, որ ՆԱՏՕ-ի 5-րդ կետին հավասար ինչ որ երաշխիքներ, հետո դուրս է գալիս, հետո մտնում է ինչ երաշխիքներ կարող է տրվել Ուկրաինային, որ Պուտինը չի հարձակվի։ Պուտինը պատրաստ է, երդվում է, ասում է երդվում եմ, այլևս չեմ հարձակվի, հա, անգամ օրենսդրություն կարող են գրել, բայց դե հիմա այսօր երդվում է, վաղը կարող է մոռանալ երդվում է։ Ինստիտուցիոնալ երաշխիք առաջարկվում է Ուկրաինային անվտանգության, թե ոչ։ Ինստիտուցիոնալ դեռ չկա։ Ինստիտուցիոնալը այսօր
պետք է քննարկվի այդ կամավորների կոալիցիան, որտեղ որ լիդերը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, մոտավորապես 30 երկիր են, գումարած Կանադան, այդ երկրները պատրաստ են խաղաղապաններ ուղարկել Ուկրաինա։ Ասենք խաղաղությունը հաստատվեց, այն մասը Ուկրաինայի, որը գտնվում է Կիևի վերահսկողության տակ, այդ մասում տեղավորել խաղաղապաներ եվրոպական երկրներից կամ խաղաղապաներ ՆԱՏՕ-ից, հիմա ՆԱՏՕ-ի խաղաղապաների նկատմամբ Ռուսաստանը շատ խիստ դեմ է, եվրոպացիք ասում են ՆԱՏՕ-ի տեսքով չի լինի, մեր երկրներից մենք կուղարկենք։ Հիմա այս 28 կետանոց փաստաթղթում դա բացված չի։ Այնտեղ կա մի կետ, որ Միացյալ Նահանգները ստանձնում են պարտավորություն ապահովել Ուկրաինայի անվտանգությունը եվրոպացիների հետ, այդպես կետ կա։ Ուրեմն դուք ճիշտ ընկալեցիք, որ բացված չի։ Այ հիմա կամավորների կոալիցիան, որը հիմա բանակցությունների մեջ է այսօր հենց նաև Ամերիկայի պատվիրակություն կլինի, նաև Թուրքիայի։ Իրանք հրավիրեցին Թուրքիայի պատվիրակություն, ես այ կքննարկեն այս երաշխիքները ու պատասխան ես ունեմ։ Այդ 28 կետանոց փաստաթուղթը, որը դարձավ 19 կետանոց Ռուսաստանը մերժեց, բայց այս կոալիցիան, որը էլի առաջարկություններ կանի, էլ ավելի մերժելի կլինի Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանը մերժեց ու էս էլ կմերժի։ Ինչու։ Պուտինը ինչ է ասում։ Ես երաշխավորում եմ, որ մենք չենք հարձակվի, ով է հավատում։ Հիշում եք 1994 թվականի Բուդապեշտի փաստաթուղթը, 1994 թվականի, որ Ուկրաինան միջուկային զենքը ուղարկում է Ռուսաստան, համաձայնվում է, որ միջուկային զենքը գնա, դրա փոխարեն տարածքային ամբողջականությունը ճանաչվում է։ Ոնց ճանաչվեց, տեսակ։ Անեքսիա եղավ Ղրիմի, անեքսիա եղավ 4 շրջանների։ Թուղթը չաշխատեց։ Չաշխատեց։ Ուրեմն բանավոր ինչ որ խոստումներ, այդ նիսիա ինչ որ խոսակցություններ են, բայց ինձ համար շատ կարևոր է ու մենք հայերս պետք է դա ֆիքսենք։ Ուկրաինայի ժողովուրդը, պետությունը կարողացավ ձեռք բերել վստահելի դաշնակիցներ։ Հիմա գիտեք ինչ ճնշում է գնում ամերիկացիների կողմից Ֆրանսիայի վրա, Գերմանիայի վրա, Մեծ Բրիտանիա, Տրամպը երբ խոսում էր Մերցի հետ, Գերմանիայի կանցլերը շատ կոշտ քննարկում էր։ Մերցը ստիպեց, որ Տրամպը Մարկո Ռուբիոին ուղարկի Ժենև 23-ին, որ ուկրաինացիների հետ բանակցեն։ Ու իրանք թշնամանում են Ամերիկայի հետ, բայց իրանք պաշտպանում են Ուկրաինան։ Իրանք ասում են ինքը Ուկրաինան պաշտպանում է մեր անվտանգությունը։ Այ Եվրոպայի շա, իմ հարցը մի քիչ կանխեցիք, բայց նրանց այսպես ասենք ռուսամետ անձինք մեղադրում են խաղաղության դեմ գործելու մեջ, որ այս եվրոպացիք անընդհատ խանգարում են Թրամփի ջանքերին, թույլ չեն տալիս, որ խաղաղություն լինի, քանի որ հակառուս են, չեն սիրում Պուտինին, մի խոսքով ատում են ռուսներին, այդ պատճառով էլ Թրամփի ջանքերը այսպես ամեն անգամ ձախողում են։ Եվրոպան ինչ մտահոգություններ ունի ընդհանրապես, արդյոք դրանք հաշվի առնվում են եւ որն է նրանց մոտիվացիան, բան։ Այդ մարդիկ, ովքեր եվրոպացիներին քննադատում են, կողմնակից են, որ կապիտուլյացիա լինի Ուկրաինայի։ Քանի որ իրենք ինչ են ասում, կապիտուլյացվում է Ուկրաինան, Ռուսաստանը գրավում է, բարձնում է պատերազմը։ Եվրոպացիք այդպես մոտեցում չունեն։ Իրենք ասում են Ուկրաինայում ժողովրդավարության գոնե տենդենս կա, ազատություններ կան, մենք դա տեսնում ենք, նույնիսկ պատերազմական Ուկրաինայում նայեք ինչ է կատարվում պարլամենտում, քննադատում են կառավարությունը։ Եվրոպացիք ասում են, այս դեմոկրատական համակարգ է, մենք միշտ դեմոկրատական համակարգերին օգնում էինք։ Բացի դրանից, մենք միշտ ագրեսիայի դեմ ենք, որ տարածքները անվտանգությունը պետությունների խախտվի ուժով։ Օրինակ, եթե կամավոր Ուկրաինան տա ինչ-որ շրջան Ռուսաստանին, Եվրոպան դեմ չի լինի, բայց Ուկրաինայի ժողովուրդը դեմ է, ու Եվրոպան աջակցում է, որ միջազգային նորմերը չխախտվեն կոշտ։ Ուրեմն Եվրոպայի դիրքորոշումը շատ ճիշտ է, ու այն պրոռուսականները, ով անհեթեթ Ռուսաստանի տարածում են Ռուսաստանի այդ նարատիվները, թող լռեն, էլի ամոթը։ Դա մեր վրա ջարդվեց։ Այս մոտեցումը ջարդվեց մեր վրա, երբ որ Ռուսաստանը լքեց մեզ ու որպես դաշնակից չաշխատեց։ Այս ուժերն էին, որ մցրեցին մեզ Ռուսաստանի քամակը, ու Ռուսաստանը պատերազմի ժամանակ մեզ չաջակցեց։ Ուրեմն պետք է մի քիչ սկսել խելոքանալ։ Ու նայեք, Ուկրաինան կարողացավ գտնել մեծ թվով դաշնակիցներ, ու հիմա
գլխավոր մասի ձեր հարցի։ Բայց որտեղ է որ այդքան ուժեղ համընկնում է Եվրոպայի ու Ուկրաինայի շահերը։ Ոչ միայն ժողովրդավարություն, ոչ միայն համագործակցություն, համընկնում է նրանով, որ Ուկրաինան եթե հանձնվի, ասենք եթե ստիպեն Ուկրաինային հանձնվել, վտանգը Եվրոպայի առջև բաց կլինի։ Օրինակ շատերը հիմա Եվրոպայում լիդերների մասին է խոսքը, Մակրոնի մասին, Մերցի մասին, ամենագլխավոր Լեհաստանի ղեկավարների։ Իրանք ասում են, եթե Դոնեցկը հանձնեն, դրանից հետո ոչ մի խոչընդոտ չկա, ստրատեգիկ կետ չկա, բարձրունք չկա, որ դու պահես։ Բայց ԱՄՆ չի կարող դրա այդ հաշվի չնստել, պարոն Գրիգորյան։ Ամերիկան հաշվի նստում է, բայց Թրամփը այն մարդն է, որը խաղաղությունը ուզում է ցանկացած գնով։ Ինքը ինչ է ասում, ոչինչ թող մի քիչ կորցնի Ուկրաինան, ինչու՞մ է խնդրեմը։ Խաղաղությունը գլխավորն է։ Եվրոպացիք այդ կարծիքի չեն։ Իրանք ասում են, ինչ է նշանակում, եթե ստրատեգիկ կետերը հանձնի Ուկրաինան, մեր վրա կհարձակվեն։ Ու այսօր շատերը չգիտեն այսօր ինչ է կատարվում։ Հա, գիտեն, որ ինչ որ դրոն մտավ ամեն օր։ Լիտվայում հիմա աերոպորտը 2 օր չի աշխատում։ Դրոններ ուղարկում է Ռուսաստանը ու հարձակողական դրոն չեն, հետախուզական։ Ուղարկեց հետախուզականը Հոլանդիայում։ Եկա իրար անցում են, ռազմաբազան նկարում էին։ Ու փախավ, չկարողացան խփում էին, չկարողացան խփել այդ դրոնը։ То есть Ռուսաստանն էլ ունի տեխնոլոգիա, զենք, զինամթերք ու այդ հիբրիդային պատերազմով տերորիստական բաները անում այդ երկրների դեմ։ Դու գիտեք այդ որ երկաթգիծը վնասվեց Լեհաստանի, հենց այն երկաթգիծը, որով Ուկրաինա մատակարարում եմ զենք զինամթերք ու պարզվեց, չէ, այդ երկու մարդ ում բռնեցին, դա կապված են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ։ Նո այդ մեծ գաղտնիք չի, եթե ես ինչ որ նորություն ձեզ չեմ ասում, կամ Էստոնիայի օդի խախտումը, դրոնները հիշում եք, որ մտան Լեհաստան պայթացրեցին մի երկու շենք։ Միտքս ինչու՞մ է։ Ռուսաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում։ Հիմա էսա այդ երկիրը։ Կարող են քննադատել, բայց ինչ իմաստ ունի։ Դու պետք է մտածես, ո՞ս պաշտպանվեց ու Եվրոպան մտածում է, դա է պատճառը, որ Եվրոպան քիփ պաշտպանում է Ուկրաինան, քանի որ Ուկրաինան առաջի այդ ճակատն է, որը այդ հարվածը իր վրա վերցնում է ու Եվրոպան համարում է, որ դա նաև իր անվտանգությունը ու աջակցում է Ուկրաինային։ Պարոն Գրիգորյան, ամփոփենք այս հարցով մեր համատեքստը։ Վերջերս շատ եմ լսում, որ Թրամփը եւ Պուտինը կարող է համաձայնությունների գան Ուկրաինայի հարցով եւ այսպես ասենք Թրամփը նաեւ դեմ չլինի Ռուսաստանի վերադարձին տարածաշրջանային գործերին, այդ թվում Թրամփի ուղու կառուցման հետագայում շահագործման հարցում Ռուսաստանը ներգրավի, չգիտեմ, կամ ավելի ծայրահեղ տեսակետներ, որ վաճառի, այսպես ասենք, մեզ եւ ամեն ինչ Թրամփը եւ Ռուսաստանին նվիրի եւ հեռանա։ Դուք տեսնում եք այդպիսի վտանգ, որ գործարք լինի նաեւ մեր մասին, թե սա զուտ ուկրաինական թեմա եւ արդյոք ամերիկյան ներգրավվածությունը Թրամփի ուղու կառուցման, ապաշրջափակման, ինչպես նաեւ ընդհանրապես խաղաղության պրոցեսում, այսպես վերջնական է եւ 3-3.5 տարի մենք կունենանք նրան նման պինդ ներկայություն։ Ну, շնորհակալ եմ։ Այդ գլխավոր հարցն է։ Գլխավոր հարցն է Հայաստանի համար։ Պնդում եմ, եթե դու չպայքարես, ամենավատ սցենարներ կարող են նաև իրականացվել մեզ մոտ։ Պնդում եմ։ Քանի որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ունի լծակ ազդելու Թրամփի վրա։ Հիմա այդ լծակների մասին տարբեր դավադրության տեսություններ կան, Էփշտեյնի ֆայլեր կան եւ այլ, ես չեմ ուզում մտնել այդ հարցերի մեջ։ Ես տեսնում եմ, որ Թրամփի թիմի վրա Պուտինը լրջագույն ազդեցություն ունի։ Ուրեմն մեզ վրա էլ կարող է ազդել։ Իդեպ ասեմ ձեզ, Թրամփը հայտարարեց, չէ, ու այդ փաստաթղթում դա կար 28 կետանոց, որ Ռուսաստանը կարող է վերականգնի իր կարգավիճակը մեծ յոթնյակում։ Նորից մեծ յոթնյակը դառնա մեծ ութնյակ։ Բայց նայեք, ոնց են փակում է այս ձևի հնարավորությունները Ռուսաստանի ազդել Թրամփի վրա։ Մերցը ելույթ ունեցավ Գերմանիայի կանցլերը, որը կարևորագույն մեծ յոթնյակի անդամ է, ու ասեց դա բացառվում է։ Մեզ մոտ որոշումները կոնսենսուսով են ընդունվում, եթե մեկը դեմ է, չի անցնի, ես զգուշացնում եմ Թրամփին, ոչ միայն մենք ենք դեմ, եվրոպական 4 երկրները մեծ յոթնյակի մեջ, դուք գիտեք, մեծ յոթնյակը դա Իտալիան է, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Միացյալ Նահանգները, Կանադան։
Ինք ասում է միայն մենք 4-ը դեմ ենք։ Չի վերականգնվի։ Վերջ։ Տրամպի համար դա ուղերձ է, ինքը հանում է այդ տարբերակը։ Ուրեմն Հայաստանի դեպքում էլ մենք պետք է մեկ-մեկ շատ հստակ հայտարարություններ անենք, որ ստեղ միայն Միացյալ Նահանգներ Հայաստան ծրագիր է։ Ուրիշ բան է։ Երկուսով Ամերիկայի հետ մենք կորոշենք ում կներգրավենք։ Դա կլինի Չինաստանը, Ռուսաստանը, Եվրոպան, այդ ուրիշ բան է։ Մենք ում կմենք Հայաստանը պետք է անընդհատ կրկնի։ Այդ ծրագրում երկու գլխավոր դեմքեր են։ Հայաստանը եւ Ամերիկան։ Ու այդ ընկերությունը, որը կստեղծվի, մոնոպոլ է։ Մենաշնոր ունեն երկու խաղացող՝ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները։ Ուրեմն Ռուսաստանի հարցը, եթե ուզենա մխրճվել, ու ուզում է այսօր մխրճվել, մենք բլոկ կանենք։ Միտքս ինչու՞մ է։ Մեր կառավարությունը պետք է իմանա այս Ուկրաինայի հետ վեճերը, այդ կետերի հետ կապված ուղղակիորեն նաև առնչվում են մեր ծրագրերի հետ։ Այդ մարդիկ միամիտ մտածում են, դե այդ Ուկրաինայում է գազդի, Ուկրաինայի խաղությունը, չխաղությունը դա հիմա էլ ազդում է, բայց ամենակարևորը փաստը, որ Պուտինի թիմը ունի այդքան մոտիկություն Տրամպի թիմի մի մասի հետ, դա վտանգ է նաև մեզ համար։ Քանի որ Ռուսաստանը չի ուզում, որ դու զարգանաս, հասկանում ես, Ռոբերտ ջան, շատերը մտածում են, որ Ռուսաստանը խանդում է, որ Ամերիկայի հետ աշխատում ենք։ Ոչ, ինքը չի ուզում, որ դու աշխատես, այդ մեծ տարբերությունն է։ Մի բանը ինքը ասում է դու Ամերիկայի հետ աշխատում ես, ինձ հետ էլ աշխատի։ Ոչ, ինքը ասում է չպետք է աշխատես Ամերիկայի հետ։ Էսա մեզ համար վտանգը։ Վտանգը նա չի, որ Ռուսաստանն էլ մտնի այդ ծրագրերի մեջ։ Բայց Ռուսաստանը եթե մտնի, ինչի համար կմտնի, որ քանդի դա։ Հասկանալի է, շնորհակալ եմ պարոն Գրիգորյան, Factor TV-ում հյուրընկալել էինք Ստեփան Գրիգորյանին։